Նևրոզները և դեպրեսիաները շատ դեպքերում առաջանում են ներքին հիվանդությունների հետևանքով և անհնար է բժշկել, եթե չի բժշկում օրինակ երիկամները, որովհետև այդպիսի խնդիրների դեպքում շատ ժամանակ պետք է ստուգել երիկամները, մակ երիկամները, կանանց մոտ նաև ծվարանները և հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ և սեդատիվ այլ պրեպարատներ ընդունելով, այսինքն այդ պրեպարատները նշանակողները և այդ պրեպարատները խմողները պետք է իմանան, որ հետագայում լուրջ խնդիրներ են իրենց մոտ առաջանալու, օրինակ հակադեպրեսանտներ և տրանկվիլիզատորներ օգտագործողների մոտ որևէ պարինքի ման է մահանում, սկսում է մահանալ, դեպքեր կան, երբ մի քանի տարի օգտագործել են, 2-3 տարի և պարինքի մայի որոշ մասը արդեն մահացած է, պարզ է, որ եթե պարինքի ման սկսես մահանալ, ապա նյարդային վիճակը ավելի է բարդանալու և ոչ միայն նյարդային վիճակը, այլ նաև ներքին օրգանների աշխատանքը, որովհետև սպիտակ նյութով է փոխանցվում ինֆորմացիա և կարգավորվում, այսինքն տեղափոխությունների իմպուլսների և նաև նշեմ, որ այդպիսի պրեպարատները ավելի են բարդացնելու ներքին հիվանդությունը, եթե այդ նույն նևրոզները և դեպրեսիաները ներքին հիվանդության հետևանքին են։ Ոչ առողջ երիկամներ և ոչ առողջ մակերիկամներ ունեցող մարդը չի կարող նյարդային վիճակը այդպիսի մարդու անհնար է, որ կայուն լինի կամ լավ, այսինքն երիկամների դեպքում կարող է նույն երիկամների հիվանդությունների դեպքում նևրոզներ ունենալ պացիենտը կամ նյարդային լինի կամ դեպրեսիաների մեջ լինի։ Այնա վերաբերում է ձվարաններին, եթե ձվարաններում հիվանդություն կա, այսինքն քրոնիկ հիվանդություն կա, ապա այդպիսի կնոջ մոտ չի կարող լինել առողջ էմոցիաներ, այսինքն էմոցիոնալ տատանումներ պետք է ունենա, կարող է նույն դեպրեսիաների մեջ և այդպես շարունակ։ Եվ արյան անալիզները, երբ որ տալիս են, որոշ դեպքերում կարող է ցույց տալ հիվանդությունը, որոշ դեպքերում ոչ։ Երիկամների հիվանդությունները կարող է ցույց տալ էրիթրոցիտների նորմալ շեղումները, բայց դա ոչ միշտ է ցույց տալիս, այսինքն կարող է մակ երիկամների հետ կապված լինել խնդիրը, ոչ թե հենց բուն երիկամների հետ, և այստեղ արտաքին ախտանիշները ավելի շատ պատկեր կարող են տալ, քան արյան անալիզը, և այստեղ օրինակ երիկամների հիվանդությունների դեպքում, եթե նևրոզ կա, դեպրեսիա կա, միաժամանակ կարող է մեջքի գոտկատեղի վերևի հատվածը ցավել, կարող է աճուրդների կողմից ցավ լինի, կարող է ծնկների կողմից լինի և թաթերի տակ, կրունկների տակ, այսինքն կրունկներին քայլելուց, կարող է թևը ցավել նույնիսկ, այսինքն ուսի վերին հատվածը, ճակատային ցավեր կարող են լինել, այսինքն ախտանիշները հավաքելով ուժեղ բժիշկը և ընդհանուր համադրելով կարող է հասկանալ և ստուգելով, թե հիվանդությունը որտեղ է թաքնված և այդ նևրոզները որտեղից են գալիս։ Խոսքս վերաբերում է այնպիսի հոգեկան տատանումներին, էմոցիոնալ տատանումներին, որոնք կապված են ներքին հիվանդությունների հետ։ Այդպիսի հիվանդությունները լինում է բժշկել, երբ որ ներքին հիվանդություն լույս է տեսել։ Կան դեպքեր, հիվանդություններ էմոցիոնալ կամ հոգևոր, որոնք արտաքին պատճառ ունեն, դա այլ խնդիր է և դրա մոտեցումը այլ է։ Այժմ խոսքս վերաբերում է ներքին հիվանդությունների հետևանքով առաջացած նևրոզներին և նաև դեպրեսիաներին։ Եվ նաև նշեմ, որ օրգանական փոփոխությունները դրանք հիվանդություններ չեն և դրա համար շատերը ուլտրաձայնային հետազոտություն են անում
Եվ ուլտրաձայնային հետազոտություն նախ եւ առաջ ասեմ, որ դրա պատկերը մոտավոր է եւ լիարժեք հիվանդություն չի ցույց տալիս, այլ ցույց է տալիս միայն օրգանական փոփոխությունները։ Այսինքն, արենքի մանրափոխված օրգանի կամ կան գոյացություններ, կիստաներ, ճարպային լիպոմաներ, քարեր կան, այսինքն օրգան, երբ որ հիվանդության հետևանքով առաջացել են օրգանական Բայց եթե դեպրեսիան նոր է սկսել, հիվանդությունը նոր է, ուլտրաձայնային հետազոտությունը կարող է ցույց չտալ, որովհետև բորբոքումը չի ցույց տալիս ուլտրաձայնային հետազոտությունը, եւ արյան շրջանառության խախտումը լիարժեք չի կարող ցույց տալ օրգանի ներսում։ Որոշակի դեպքերում, եթե մասնագետը եւ սարքավորումը լավ եւ մասնագետն է լավ, իր աշխատանքը բարի խիղճ կտան եւ սարքավորումն է նոր որոշ դեպքերում լինում է, բայց մեծ մասամբ լինում է, որ օրգանը հիվանդ է, նույնը վերաբերում է լյարդին։ Լյարդի նախնական, ցիրոզի նախնական ստադիայում ուլտրաձայնային հետազոտությունը ցույց չի տալիս։ Կարող է պարենքիմայի փոփոխություն տեսնել մասնագետը, բայց չի կարող հստակ իմանալ դա ցիրոզի նախնական ստադիա է, թե ճարպակալման նախնական ստադիա է եւ այդ շրջանում։ Եվ եթե խրոնիկ բորբոքում է, որպես կանոն, ոչ մի գրեթե ուլտրաձայնային հետազոտությունները ոչ մի դեպքում խրոնիկ բորբոքումը չեն ցույց տալի ոչ լյարդում, ոչ երիկաներում։ Հատուկ կան մասնագետներ տասնյակ տարիներով, որ ստուգել են, նայել են, որոշ դեպքերում իրենք ոչ միշտ, բայց լինում է, որ տեսնում են, բայց այսօրվա մեր ժամանակներում ուլտրաձայնային հետազոտությունը դա համարվում է երկրորդային, այսինքն առաջնային հիմք չի կարող համարվել, այլ երկրորդային պատկեր եւ ինֆորմացիա երկրորդային։ Եվ այստեղ բուժող բժշկի հավաքած ախտանիշներն են ավելի կարևոր հիվանդությունը գտնելու համար։ Այս ինֆորմացիան կօգնի եւ պացիենտներին, ովքեր փորձում են գտնել իրենց հիվանդության պատճառը, եւ այն պացիենտներին, ովքեր սխալ բուժումներ են անում, այդ պացիենտներին կօգնի, որպեսզի հասկանան, որ հակադեպրեսիվ եւ ընդհանրապես սեդատիվ պրեպարատներ եւ տրանքվիլիզատոր կիրառելով ինչ հետևանքներ կլինեն եւ ինչու չի լինում բժշկել։ Լինում են դեպքեր, երբ որ դեմքն է ծալվում, երբ որ հակադեպրեսանտ են տալիս, օրինակ եթե մի երիկամն է հիվանդ, այդ կողմի դեմքը կարող է դիմային ներվը բռնվել, պարալիչ են գնում։ Սխալ բուժումներից մի կողմը դեմքը քաշվում է, ծռվում է։ Դա է ցույց տալիս, որ ներքին հիվանդություն կա։ Եվ մինչև ներքին հիվանդությունը չի բժշկվում, դեմքը չի ուղղվում եւ պարալիչը չի անցնում։ Իրականում հոմեոպաթիկ մեթոդն է շատ լավ զբաղվում այս հարցերով, որովհետև հոմեոպաթիայի հիմքում եւ փիլիսոփայության հիմքում ընկած է հենց դա, որ ֆիզիոլոգիական հիվանդությունները նաեւ արտահայտվում են էմոցիոնալ մակարդակում եւ հակառակը։ Եվ հոմեոպաթիկ մեթոդը մարդուն դիտում է ոչ միայն ֆիզիոլոգիական որպես առարկա, կոպիտ ասած, կամ նյութ օրգանիզմը, այլ մարդուն դիտարկում որպես հոգևոր էակ, որպես մարդ, որը ունի եւ էմոցիաներ, եւ հոգեվիճակ, եւ մարմին, այսինքն մի ամբողջություն։ Եվ հոմեոպաթիկ պրեպարատները միակ պրեպարատներից են, գրեթե միակներից են այն ժամանակակից աշխարհում, որոնք չունեն կողմնակի ազդեցություններ եւ որոնք եթե օրինակ սխալ նշանակում անեն, եթե չօգնել չի վնասում, բայց եթե ճիշտ նշանակում է արվում եւ համապատասխանում է հիվանդության, ապա միանշանակ աշխատում է եւ իր արդյունքները ակնհայտորեն շատ կարճ ժամանակում մարդը տեսնում առանց վնասելու մյուս օրգան համակարգերը կամ նույն հոգեվիճակը։
Հոմեոպաթիան այս առումով անվնաս է և ավելի ճիշտ ձևով է կիրառում այդպիսի խնդիրների դեպքում, բայց ամեն դեպքում պետք է բուժող բժիշկը տեսնի հիվանդությունը արդյոք ներքին է թե արտաքին, և եթե ներքին է, ճիշտ հիվանդությունը դուրս հանելով, այսինքն ցիծազատում է, ապա մարդու նևրոզները և դեպրեսիաները անցնում են կամ հասնում են մինիմումի, այսինքն որը որ հիվանդության հետևանքով էր անցնում, որը որ իրարին էր կամ արտաքին էր, դա արդեն այլ մոտեցում է առողջ